Բարև ձեզ Factor TV հյուրը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է, ողջույն պարոն Թադևոսյան։ Իշխանության եւ ընդդիմության կողմից արկա է իրենց քաղաքական բանավեճում կամ իրար հայհոյելիս, ինչը երևի ամեն օր տեղի է ունենում, թշնամանքի, ատելության, բռնացության խոսքի գեներացիա եւ դա կարծես թունավորում է բոլորի կյանքը, մտեք սոցցանցեր եւ անպայման ինչ-որ մեկը հայհոյում է ինչ-որ մեկին եւ ամենավերջին բառերով ասեմ ձեզ, թուրք, դավաճան, 5-րդ շարասյուն, ագենտ եւ հազար մի բան ներողություն եմ խնդրում հեռուստադիտողներից, այս բառը եւս մեկ անգամ հնչեցնել, բայց այլ նպատակով եմ հնչեցնում, նաեւ հիշեցնելու, նաեւ վերջին դրսևորումը այդպիսի Արցախի մեր հայրենակիցների բողոքի ցույցներ, բարձրացնում են սոցիալական հարցեր եւ այլն եւ թիրախավորվում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչների կողմից, ասեմ ձեզ, այնպես չի, որ դա քաղաքական իշխանության կողմնակիցներն են միայն, էլի չնշեմ, թե ինչ բառերով են թիրախավորում, այ ինչ վտանգավորություն ունի սա, պարոն Թադևոսյան, որտեղից է գալիս։ Գիտեք, եթե փորձենք հասկանալ որտեղից է գալիս, ապա պատճառները շատ ակնհայտ են, այն իմաստով, որ կրիտիկական ճգնաժամային իրավիճակներում գտնվող հանրույթներում, հասարակություններում, ընդհանրապես հանրույթներին ու հասարակություններին բնորոշ է լինում այդ բևեռացվածության ծայրահեղ վիճակը, որովհետև ճգնաժամային իրավիճակները սրում են հարցերը, որոնց շուրջ նաև կարծիքները չափազանց, այդպես ասած, նույնպես հակադիր են լինում։ Եվ այս ժամանակ, եթե հասարակությունը չունի իր ներսում, այսպես ասած, բևեռների միջակայքը լցնող դերակատարներ, դրանք կարող են լինել տարբեր ոլորտների արվեստի ներկայացուցիչներ, գրականության, գիտության, հրապարակախոսության ոլորտի, այդպես ասած, ներկայացուցիչներ, ովքեր որ կփորձեն այդ կռիվը վերածել բանավեճի նախ, հետո երկխոսության։ Ինչով է տարբերվում կռիվը բանավեճից ու երկխոսությունից, կռիվը սովորաբար ձեր ասած այդ վիճակը, եթե մենք փորձենք փոքր այսպես հետազոտական աշխարհ նայել, ապա այնտեղ հռետորաբանություն, այսինքն բառապաշարը, որով որ մարդիկ շփվում են իրար հետ հաղորդակցվում են, աչքի են կնում, այսպես ասած, ոչ թե դրանք մտքերի վրա, մտքեր են, այլ էմոցիաներ։ Եվ ավելի շատ դրանք պիտակավորումներ են, տարբեր տեսակի պիտակներ են, ասենք օրինակ ձեր նշած դավաճան կամ չգիտես այնտեղ 5-րդ շարասյուն, թուրք, դրանք բոլորը պիտակներ են, որոնք որ չեն նկարագրում այս կամ այն երևույթի, ասենք, որակներ չեն տալիս, խորքային բնութագիր չեն տալիս, այլ իրենք տալիս են ուղղակի, այդպես ասած, պիտակավորված նկարագրություններ, որոնք որ պարտադիր չի, որ մարդիկ դրա տակ հայտնվեն։ Որպեսզի այդ վիճակը հաղթահարվի, անհրաժեշտ են մարդիկ, ովքեր որ կարող են վերլուծականորեն, ես որ ասեմ մտածված մտքի հարթությունում չի, այդ նկատնեմ, այսինքն իրավիճակը ոչ թե պիտակավորեն, այլ վերլուծեն։ Երբ որ վերլուծում ես իրավիճակը, առաջանում է այդ ժամանակ անհամաձայնություններ, բայց այդ անհամաձայնությունը վերածվում քննարկման։ Մարդիկ սկսում են ինչի է դա այդպես լինում, որտեղ մարդիկ այդ ժամանակ ստիպված են լինում փաստարկներով խոսել իրար հետ, այսինքն եթե դու ունես փաստ, քո խոսքը պետք է հենվի փաստի վրա եւ վերլուծությունը հենց փաստից բխող վերլուծություն պետք է լինի։ Եթե դու փաստակ չունես, դու գնում ես մանիպուլյացիայի, այսինքն ասում ես մի կիսաճշմարտություն կամ սուտ, կեղծիք, որը որ կարող է նման լինել ճշմարտության եւ դրա վրա կառուցում ես քո ամբողջ մնացած խոսքը եւ բնականաբար կեղծիքը, մանիպուլյացիան ու կիսաճշմարտությունը իրենք չեն կարող առաջացնել դիմացինի մոտ բանավիճելու եւ փաստարկներով խոսելու ցանկություն եւ շատերը հաճախ ընկնում են այդ ծուղակը, եթե նույնիսկ իրենք տրամադրված չեն դիմացինին հակադարձելու նորից վիրավորանքով,
բայց վիրավորանքը միշտ ավելի շատ առաջացնում է էմոցիաներ, զգացմունքներ եւ մարդը շատ դժվար է այդ էմոցիաներից խուսափել, տեղափոխվել դատողական հարթություն եւ փորձել դատողական հարթությունում այդպես սառը դատելով խոսք ասել եւ բանավիճել։ Այնպես որ սա մի կողմից նշածս այդ խավերի պասիվությունն է հասարակությունում կամ ասենք քիչ են կամ մարդիկ կան հաճախ չեն ուզում խոսել իրենք էլ են թիրախավորվում որտեվ այո որտեվ իրենց էլ են թիրախավորում ինձ էլ են հաճախ թիրախավորում երբ որ ասենք օրինակ փորձում ես ինչ որ մի այդպես միտք ասել որտեղ որ քո մտքի մի մասը կարող է համընկնի իշխանության դիրքի հետ մի մասը չհամընկնի Եվ ինձ մոտ օրինակ եղել է դեպքեր, որ երկու կողմից էլ փորձել են հարձակվել եւ այսպես ասած են վարձու նիկոլականները, որ կան, չէ, այդպիսի ֆեյքեր եւ վարձու բաները, այդ դաշնակ կամ չգիտեմ, քոչարյանականները, հա, կամ ասենց ասած ազգայնականները, հա, երկուսն էլ մեղադրել են այն մյուսի կողմից։ Հա, մեկը ինձ անվանել է պիտակավորել նիկոլական, մյուսը ինձ անվանել է, չգիտես, ինչ որ մի ուրիշ ավելի այդպես էլի մի բան որ ինչ-որ վիրավորական խոսքերով ես հիմա չեմ ուզում այդ բառապաշարը այստեղ կրկնել որ իբր բան ես անում էլի դու այդ բաների կողմն ես 5-րդ Շարասյան թե չգիտես այդ կոչը Թուրքերի կամ 5-րդ Շարասյան այսինքն Հայաստանում կամ պետք է կարծեմ թուրքը 5-րդ Շարասյան հա թուրքը անվանում են բաներին այս քոչարյանականներին Հա, ես գիտեմ Կարող է Փաշինյանականներ, հա չկներեք, Քոչարյանականները անվանում են Փաշինյանականներին, իսկ նրանք էլ նրանց անվանում են 5-րդ Շարասյուն, ռսա, չգիտեմ, մոլներ, ես ինչեր, ասենք այդ գիտեք այդ տերմինաբանությունը։ Բայց գնեք պարոն Թադևոսյան, սա ստացվում է, որ այս խոսույթը, որը Շատ կներեք, էլի նույնիսկ ասենք այդպես ասած մարդիկ, ովքեր որ օրինակ թվում է թե մտավորականներ են, ասենք օրինակ ինձ Նիկոլական անվանել է մի գրականագետ, որը որ օրինակ Բուն TV-ով բաներ է խոսում, պոստմոդեռնիզմի բանի, այսինքն այդ կարգի թեմաներով բաներ խոսացող մարդը, թեմաներից խոսացող մարդը մեկ էլ կարող է քեզ պիտակավորի եւ դու զարմանում ես, էլի ոնց կարող է գոնե այդ մարդը թվում է թե գիտնական է ինչ-որ առումով Հա, ասենք ինքը պետքա գոնե դատողական լինի, փորձի այդ պիտակներով չխոսել, բայց միևնույն է, մարդիկ ընկնում են այդ բանի մեջ, գայթակղիչ է էլի լինել այտենց հայհոյանքը փաստարկներ չի պահանջում, պարոն Թադևոսյան։ Հա, լինել այտենց հեշտ խոսք ասող եւ քաշվել մի կողմ, բայց ասենք այդ մարդիկ չեն հասկանում, որ ասենք կարող է, չէ, այդ ասենց ասած վարձու լիքը ֆեյքեր կան այդ սոցցանցերում, իրանք կարող է իրանց այդ 2 կոպեկը աշխատելու համար ինչ ասես ասեն, բայց երբ դու նայում ես, որ այդ նույն բանը անում են տարբեր տեսակի մտավոր ոլորտի ներկայացներ, դու հասկանում ես, որ նաև այստեղ մենք ունենք խնդրեմ, ինչի, որովհետև հենց իրենք է, որ պետք է այդ մթնոլորտը, այդ երկու բևեռների միջակայքը լցնողների այդ դիապազոնը տարբեր տեսակի, հա, որտեղ մեծ դիապազոնի պակասություն կա ալիքների պատկերավոր ասած, չէ, այդ ալիքները ոնց են, կան կարճ ու երկար ալիքներ եւ այդ դիապազոնների արանքը լցնելա պետք, հա։ Տեսեք, պարոն Թադևոսյան, ես կուզեի հետեւյալով նաեւ շարունակենք, ոչ միայն հայհոյանքի այս բռնության խոսքը հանրային մեծ պարսավանքի մերժման չի արժանանում, ասենք, չգիտեմ մենք չենք տեսնում դատապարտող կոչեր, որ մի հայհոյեք սոցցանցերում կամ բողոքի ակցիաներ, ինչ որ մի կուսակցապետի տան առաջ կամ գրասենյակի առաջ չհայհոյելու կամ բռնության կոչ չանելու պահանջով, այսինքն որոշակի օրգանիզմ պետք է աշխատեր, դա չի աշխատում, հակառակը գնդակահարելու կոչ անող անձը շուտով կընտրվի Գյումրի քաղաքապետ մեծ հաշվով եւ ուղիղ եթերում եւ վիրավորանքներ հնչեցնող եւ այլն, հա, կամ մյուս հայհոյախոս այսպես ավականու խմբակցությունը Երևանում է, բայց այս ծանր ցնցում ապրած հանրությունը թվում է թե պետք է ունենար ժամանակ եւ կարիք
ստեղծարար բանավեճով եւ բովանդակությամբ լցնելու խոսակցությունը, այսինքն ստեղծարար, երբ որ խոսելու եւ դրանից ինչ որ բան բխեցվեր պետությանը, այս հանրությանը, ինչ որ մի բան տրվեր, նոր գաղափար, նոր միտք, աշխատելու ավելի լավ հարաբերություններ, շփվելու ավելի լավ հարաբերություններ, չէ, երբ որ մենք դուրս ենք գալիս եւ մեր հարևանը մեզ թարս է, մեր ամբողջ օրը կարող է այսպես հարամվել, այսպես օգտագործեմ, այ ինչու ունենք նման իրադրություն, ինչու այդ հանրային այդ բուֆերը չի աշխատում, հակառակը հանրությունը կարող է առաջին տեղեր բերել, ասենք կրիմինալ դեմքերին, չմոռանանք մեր վարչապետին, որը քացու տակ էր գցում նախկին նախագահային Աժանդովից։ Ըստ էության էլի նույն խնդրի հետ գործ ունենք, այստեղ դուք որ բերում եք այդ տարբեր կարգի բառապաշարժ ունեցող ցավոք սրտի արդեն քաղաքապետներ, չէ, նույն վարչապետի խոսվածքում կա շատ այդպես բաներ։ Նայեք, մարդիկ իրենց խոսքային պրակտիկաներով եւ իրեն այդպեսի հասկացություն կա, էլի հաբիտուսը դա կենսաբանական մարդաբանությունից է գալիս ֆիզիկական, բայց նաեւ մշակութային մարդաբանության մեջ է կիրառվում։ Հաբիտուս դա նշանակում է մի բան, որ մարդը իր մշակութային դաստիարակության ընթացքում, որը տեղի անում ընտանիքում, փողոցում, թաղում, մանկապարտեզում եւ տարբեր տեղերում ինքը ձևավորում է որոշակի, այսպես ասած, պատկերացումների, ընկալումների, նորմերի մի այսպես ամբողջություն, որը որ կազմում է իր այսպես եթե բարձ ասենք դիմագիծը, հա, որը իրեն դրսևորվում է առօրյա կյանքում եւ ընդհանրապես կյանքում պրակտիկաների, այսինքն գործողությունների միջոցով։ Հիմա երբ որ նայում եք մարդիկ մեր մոտ հիմնականում որտեղ է ձևավորվում հաբիտուսը, ձևավորվում է փողոցում։ Մեր տղամարդիկ հատկապես մեծանում են փողոցում, իսկ փողոցը այդպիսին է, հա, ասենք նայեք, բայց եթե մենակ փողոցում մեծացած մարդիկ ու իրանց ժամանակ առ ժամանակ, երբ որ իրենք տեսեք պաշտոնյա մարդիկ են, նույն ես չեմ խոսում Գյումրու քաղաքապետի մասին, նա անկախ պաշտոնյա լինելուց թե չլինելուց, ընդհանրապես չի տիրապետում գրական խոսքին, էթիկայի այդ նորմերին, նա ասենք տիրապետում է լրիվ փողոցային այդ կիսակրիմինալ կամ կրիմինալ կանոններին, աշխարհընկալմանը եւ իր մոտ ասենք եթե դիմացինին պետք է ինքը ինչ-որ հակադարձի, ինքը ասում է կսպանեմ։ Կարծեմ ինքը նույնիսկ այդ ընտրությունների շրջանում մի անգամ ասաց, որ ինքը եթե ինչ-որ մի տեսակի հոգեվորական լինի, ինքը քահանա լինի, քահանային կսպանի։ Նույն ասեռականներին թե ինչ-որ տես մի բան ասեց, կսպանի այդ քահանային, կգնդակահարի, հա, եկեղեցու մեջ ու հետո ասենք այդ նույն թեմի առաջնորդը վերակենում այդ կրիմինալ բառապաշատ կիրառող անձին պաշտպանում է եւ քարոզում է։ Չի բացառվում որ կիսում են, որովհետեւ նա էլ է մեծացել այդ փողոցում, այդ փողոցի ծնունդ է։ Ես ինչ եմ ասում, տեսեք, ասենք այնտեղ էլ վարչապետն է ինչ որ, չէ, այդ պորտկումների ժամանակ։ Այսինքն երբ որ դու գտնվում ես ինչ որ մի դիրքորոշման մեջ, որը որ ներկայացնում է այդ բային հոգեվորականի դիրքորոշումը, դու ոնց որ թե նորմալ մարդ ես ու նորմալ խոսում ես։ Այդ մարդը, չէ, ասենք, երբ որ հոգեվորականի դիրքում է, բավականին լավ է խոսում, առողջ է խոսում, բայց մեկ էլ դու տեսնում ես այդ սպորտկումներ։ Նույնը, ասենք, վարչապետն է, երբ որ ինքը քաղաքական դիրքում է, դու զգում ես իր խոսքը շատ քաղաքական է, նորմալ է, հա, ասենք, մեկ էլ հանկարծ մտնում է էմոցիոնալ դաշտ, իր խոսքը, իրենց խոսքը, ասենք այդ նույն առաջ հոգեվորականի կամ ասենք քաղաքական գործ չի տեղափոխվում է փողոցային բառապաշար, որտեղ իր հաբիտուսի մի մասը ձևավորվել է ու մեր բոլորի, հա շատերիս հաբիտուսի մի մասը ձևավորվել է փողոցում։ Հիմա ինչի է այս խնդրը գալիս, խնդրը գալիս է նրանց, որ շատ հաճախ փաստորեն քաղաքական դաշտում ձևավորվում են իրավիճակներ, որտեղ որ մարդիկ ստիպված են դիրքավորվել հենց այդ փողոցում ձևավորված իրանց այդ հաբիտուսային այդ բանը դիրքից, հա, այսինքն ինչ բարդ պատերներ են օգտագործում, եկեք ավելի բարձ խոսենք, այսինքն մարդը մեծանում է տարբեր տեղերում, այդ մեծանալու ընթացքում տարբեր
տեղերից ներծծվում է տարբեր բառապաշարներով, մտածողության ֆորմաներով, էթիկայի պատկերացումներով եւ երբ որ իր կյանքում այս կամ այն իրավիճակն է դրսը իր այդ գալիս ինքը կամ փողոցի բառապաշարը օգտագործում կամ էլ թե չէ հակառակը։ Տենց մի հատ անեկդոտ կա մի թութակի մասին, որին որ թութակ են ծախում, ոտքից երկու գույնի թելա կախա, կապած Այս ասում է խոսացող թութակ է, այս վաճառողը հարցնում ասում են ինչի՞ է մի ոտքից կարմիր թել կապած, մյուսից սև, ասում է որ այն մեկը քաշում ես հայոյում է, իսկ այն մեկը քաշում ես կուլտուրական է խոսում։ Հիմա այդ մեր հոգեվորական նշածս հոգեվորական ու ասենք քաղաքական գործիչների այդ մոտապես իրաց դեպքում այս թելերն են աշխատում, որտեղ որ ասենք ոչ թե ինչ որ մեկը քաշում է, այլ քաշվում է, այդ իրավիճակն է քաշում, այս կամ այդ թելը։ Եվ հանրությունը ծափահարում է մեծ մասը, հա։ Ну, որտեղ հանրությունն էլ է այդպեսին։ Այսինքն հասկանաք լայն առումով եթե մենք խոսենք, ապա մենք կարիք ունենք լուրջ, այսպես ասած, սերնդափոխության ընթացքում լուրջ կրթության, սա կրթական ու դաստիարակչական խնդիրներ են։ Եթե ավելի լուրջ խոսենք, ապա մեր հասարակությունը ունի լուրջ խնդիրներ հանրային համակեցության կանոնների եւ էթիկայի նորմերի յուրացման։ Մենք ավելի շատ կոնֆլիկտային բնույթի էմոցիոնալ պահերին, հա, ճգնաժամային պահերին մենք հաճախ դրսևորում ենք այդպես կոնֆլիկտային բնույթի բառապաշար, եթե իհարկե չկա արտաքին թշնամի։ Երբ որ հայտնում է արտաքին թշնամի, միայն այդ դեպքում է, երբ որ մեր մոտ հաղթահարվում է ոչ բոլորի մոտ, օրինակ բանի քաղաքական ընդդիմության եւ իշխանության միջև նույնիսկ պատերազմի ժամանակ դա չհաղթահարվեց, տեսեք օրինակ Ուկրաինայի դեպքում այդ խնդիրը իրենք հաղթահարել են, որովհետեւ այդտեղ նաեւ այլ գործոններ են աշխատում, որովհետեւ իրենք կարողացան 2014-ից մինչեւ 2020 երկու թվականին չէ, սկսեց պատերազմը ռուս-ուկրաինական, մինչև այդ ընթացքում բավականին մաքրել իրանց ներսը ռուսական ագենտուրայից, ինչը որ Հայաստանում տեղի չի ունեցել։ Եվ մենք նաև ասեմ, որ գլխավոր պատճառներից մեկը նաև այդ հիբրիդային պատերազմի իրավիճակն է։ Տեսեք, եթե 3 չառաջի օրն է, հենց այստեղ ինչ որ մի բան սրվում է, դա զուգահեռ Ռուսաստանում տեսնում եք հայտնում են ելի են նշանային դեմքեր, ովքեր որ խոսում են, սկսում են Հայաստանին հասարակության մեջ վախեր նախորդ օրը Մարգարիտ Սիմոնյանն է որ ասաց որ եթե Հայաստանը, չգիտեմ, նո իմաստն է որ եթե Հայաստանը իր աստատկական, այսպես ասած, բանը խոնհարդությունը չցուցադրի Ռուսաստանի հանդեպ, Հայաստանը կվերանա։ Այսինքն նկատում եմ որ Հայաստանում այդ հիբրիդային նաև պատերազմի կրիչներ կան, ովքեր այստեղ անընդհատ այդ իրենց դերակատարությունը, այսպես ասած, տարբեր հարթակներում, այդ թվում նաև սոցիալական ցանցերում հատուկ նման, ասենք, մթնոլորտ ձևավորելն է։ Այսինքն բերել այդ խոսույթը թարգմանել, տարածել, վախեցնել, հա։ Պարզապես պարակտության վիճակ ձևավորել հասարակության ներսում, որովհետև նրանք, ովքեր որ փորձում են քեզ կառավարել դրսից, իրենց ձեռնտու է որ դու լինես պարակտված եւ բևեռացված։ Եվ իրենք ունեն իրենց նաև մարդիկ, ովքեր որ աշխատում են իրենց համար։ Մի մասը փողով է աշխատում, մի մասը պարզապես անգիտակից, այսպես ասած, բանով է, ակամայից է դառնում այդպեսին, հա, ասենք էմոցիայի ազդեցության տակ կամ ես ճամբարին է հարում, կամ այն ճամբարին է հարում, կարևորը չի այս դեպքում դու որ ճամբարին ես հարում, կարևորը որ դու սխալ վարքագիծ դիրքից ես հարաբերվում կոմունիկացիոն, այսպես ասած, դեստրուկտիվ վարքագծի կրող ես դու հասարակական համակեցության տեսանկյունից, հա։ Այդ առումով մենք ունենք խոցելի ենք որպես շատ խոցելի ենք, որովհետև ունենք գրագիտության խնդրեմ։ Այսինքն այնպեսի չէ, որ մեր հասարակությունը տառաճանաչ չի, մեր հասարակությունը տառաճանաչ է, բայց ունի գրագիտության խնդրեմ, հատկապես մեդիա գրագիտության խնդրեմ։ Եվ այդ մեդիա գրագիտությունը դա ոչ միայն լրատվական միջոցները ճիշտ ընտրելը եւ ճիշտ լրատվությունից ճիշտ օգտվելն է, այլ նաեւ ճիշտ կոմունիկացվելն է իրար հետ, որովհետեւ ամեն մարդ մեդիայի ներկայացիչ է այսօրվա աշխարհում։ Այսինքն դու որոշակի առումով միջնորդ ես
ինչ որ մեկի կողմից տարածվող ինֆորմացիա եւ նրա միջև ով որ այդ ինֆորմացիան ստանալու է։ Կներեք, այդ Եվ այստեղ շատ խոցելիության կներեք այդ պատասխանատվության գիտակցումն է բավականին ցածր, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ ուղղակի չեն հասկանում եւ չեն գիտակցում թե իր գործողությունը հաղորդակցման այս միջավայրերում ընդհանրապես ոնց կարող է ինչ դերակատարություն կարող է ունենալ նաև ինչ այդ պատասխանատվության զգացումը չունեն։ Օրինակ ասենք եթե լինում է, չէ՞, դեպքեր, երբ որ դուք կուզենայիք այսպես էմոցիոնալ հախուռն մի բան գրեիք կամ պատասխանեիք մեկին, բայց դուք ձեզ զսպում եք, որովհետև հասկանում եք, որ պետք չի կրակին, այսպես ասած, յուղ լցնել, առանց էլ շիկացած այս ու ծանր իրավիճակում։ Դրա համար մենք լուրջ խնդիր ունենք հասարակության մեջ մեդիա գրագիտության աստիճանը բարձրացնելու, ես նաև շատ կարևորում եմ քաղաքացիական գրագիտությունը։ Մեր հասարակությունը քաղաքացիական արժեքների հանդեպ որոշակի հակակրանք ունի, որովհետև իրենց մեջ շատերի մոտ կա պատկերացում, որ այդ քաղաքացիական արժեքները հակասում են ազգայինին, ինչը որ իհարկե էլի կեղծ խոսույթ է, որը որ շատ հաճախ հենց այդ այսպես ասած հիբրիդային ագենտներն են նաև գեներացնում, այսինքն իրանք իրանց ներկայացնում են այսպես շատ խիստ հայրենասեր, շատ խիստ ազգային արժեքների կրողներ, իրականում իրանք իհարկե այդպեսին չեն, այլ իրանք խաղում են այդ դերը, բայց այդ դիրքից իրենք կարողանում են գեներացնել նաև նշածս այդ երևույթները։ Դե հատկապես այդ խորհրդային տարածքի պետությունների եւ հասարակությունների դեմ հիբրիդային պատերազմի չեմպիոնը Ռուսաստանի Դաշնությունն է եւ որը կարողանում է բաժանել հասարակություններին տեղում ունենալով քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն ռուսական շահերին, օրինակ Մոլդովան հիանալի օրինակ է այդ իմաստով։ Ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաեւ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ինֆլուենսերներ, ովքեր որ տարածում են առաջին հայացքից Էլի եմ ասում, շատ դեպքերում իրանք թաքնվում են հայրենասիրական, ազգայնական օրինակ մի օրինակ բերեմ։ Օրինակ տեսեք, կարող է սոցցանցերում հայտնվի մի տեսանյութ, երբ որ որևէ թուրք, ասենք, եկել է հանրապետության հրապարակում, ինչ որ բան է նկարել, խոսել է եւ դա նետել է դաշտ եւ մարդիկ ահաբեկվում են։ Լսեք, ախր դուք ձեր երկրում եք մի հոգի ենթադրենք եկել է Հայաստան, դուք էլ Ստամբուլ եք, չէ՞ գնում կամ Անկարա, առևտուր անելու եւ այլ եւ այլ։ Այդ ո՞նց է Թուրքիայի մեջ չեք ահաբեկվում։ Իսկ նրանցից մի հոգի եկել է 3 միլիոնի մեջ է մտել։ Եվ հասարակությանը այնպես կարող են ահաբեկել, որ թուրքերը եկան գրավեցին եւ այլն, հա, այսինքն սա այդ ձեր ասած հիբրիդայնի տեսակներից մեկն է, բայց մեր հանրությունը այնպես է ահաբեկվում, կարծես զորքեր են մտել եւ սա էլ է լուրջ խնդիր, պարոն Թադևոսյան։ Իհարկե լուրջ խնդիր է եւ այդ որպեսի նման ասենք խոճապային վիճակներ շատ չլինեն, անհրաժեշտ է շատ կարևոր է այդ դեպքում նաև կոնկրետ այս առումով քաղաքական եւ պետական, այսպես ասենք, պատասխանատուների գործունեությունը, այն իմաստով, որ իրենք պետք է իրենց վրա վերցնեն շատ հարցեր, շատ օպերատիվ կերպով պարզաբանելու, լուսաբանելու եւ ներկայացնելու այնպես ինչպես որ կա, որպեսզի մարդկանց մոտ ստացվի օբյեկտիվ տեղեկատվություն տվյալ խնդրի վերաբերյալ եւ երբ որ մարդը անորոշությունից դուրս է գալիս, իր մոտ այդ խոճապային վիճակն էլ է հաղթահարվում։ Ընդհանրապես ամենագլխավոր զենքերից մեկը հասարակությունների վրա ազդելու այս հիբրիդային այսպես կոչված բաներ, ազդեցությունների կամ ազդողների ձեռքում դա պարակվածության ու անորոշության, այսինքն քաոտիկ իրավիճակներ, պարբերաբար կրկնվող, շարունակական վերարտադրվող քաոտիկ այդպես մթնոլորտ ձևավորել։ Եվ կարող են օրինակ իմ ասած պայմանական տեսանյութը տարածել եւ օրինակ իշխանությանը հայհոյել։ Այ տեսեք դուք Հայաստանը դարձրիք Թուրքաստան, ենթադրենք։ Չհասկանալով որ այդպես ահաբեկչության չխման դրան արձագանքում, հա, որտեղ այդ պայն իր մոտ ավելի տեսեք իրենք կարողանում են հենց մարդու ամենաթույլ էմոցիաների վրա աշխատել, հա, ասենք հայերի մոտ ինչն է
ամենաառաջնային այտենց էմոցիոնալ բանը ենթագիտակցական մակարդակում, հա, մեր մոտ դա կապված է հենց Թուրքի հետ։ Ինչի, որովհետև մենք ցեղասպանվել ենք թուրքերի կողմից։ Պարզ բան է դա։ Ու մեր մոտ անկախ մեզնից գոյություն ունի այդ Թուրքի հանդեպ վախը։ Ու չասենք ատելություն, բայց անվստահությունը, հա, մենք չենք վստահում թուրքերին ու գտնում եմ որ ճիշտ էլ անում ենք։ Ինչի համար, որովհետև դու կվստահես նրան, ով որ քեզնից գոնե ներողություն է խնդրել իր արածի համար։ Եթե մի պետություն, մի ազգ չի կանգնում եւ քեզնից ներողություն չի խնդրում, դու իրավունք ունես իրան չվստահելու, չսիրելու ու իր հետ իրանից վախենալու նաեւ, հա։ Բայց որպեսզի քո հասարակության մեջ դա չվերածվի խոճապային իրավիճակի, այդտեղ անհրաժեշտ է որպեսզի գործեն, այսպես ասած, պետական մարմինները, այսինքն չգիտեմ, թող տարբեր մեխանիզմներ մշակեն, որովհետև խնդիրը եթե կա, այդ խնդրի լուծման համար ամենաառաջին պատասխանատուն դա պետությունն է։ Որովհետև հասարակությունը ձևավորում է պետություն, պետակառավարություն, պետական ինստիտուտներ նրա համար, որպեսզի այդ ինստիտուտները կարողանան ապահովեն հասարակության մեջ կարգ ու կանոն։ Հասարակությունը պետք է այնքան հասունություն ունենա, հասկանա, որ իրեն է թիրախավորում նման տեսակ։ Եթե հասարակության մեջ չկա այս բան հասունություն, դու պետք է որպես պատասխանատվություն կրող մարմին հասկանաս ոնց կարելի է այդ դեպքում այդ խնդրը լուծել։ Իսկ այդ խնդրը լուծելու ամենալավ ձևը դա ունենալ, այսպես ասած, լուսաբանող կառույցներ, հա, ասենք մենք ունենք հանրային լրատվության միջոցներ, չէ՞, որի համար մենք հատկեր ենք վճարում։ Ունենք կան նաև այսօր սոցիալական ցանցեր, որտեղ որ կարելի է դրանց միջոցով, չէ, ասենք ինչ որ մեղմել այդ խոճապը, օբյեկտիվ ինֆորմացիա տարածելով։ Նույն ասենք ինչ որ մի պաշտոնյա ինչ որ կարճ մի խոսք ասի եւ դա պատտեն սոցիալական ցանցերում եւ մարդիկ կհասկանան որ այս կամ այն բանը տարածվող, չգիտեմ, տեղեկատվությունը խոճապ առաջացնող իրականում մանիպուլյացիա է, հա, եւ պետք չի դրանից վախենալ։ Այդ ահագին տեսեք կլիսկաթափի իրավիճակը, այսինքն հասկանում եք խնդիրներ կան, որոնք որ պետքա շատ այդպես կարևորվեն, դրանք պետքա գիտակցեն, ֆիքսվեն, որ դա խնդրեմ է, նկարագրվեն որպես խնդրեմ եւ հետո փորձեն լուծել։ Տարածված խոսք է, չէ, ասում է խնդրեմի նկարագրությունը ձևակերպումը արդեն դրա լուծման 50%-ն է։ Մենք այս խնդրեմը, տեսեք, մենք խոսում ենք, հա, բայց պետականորեն սա որպես խնդրեմ չկա ձևակերպված։ Պարոն Թադևոսյան, եկեք մի հարցով ամփոփենք, տեսեք, քաղաքական գործիչները Արցախ մեր հայրենակիցները օրինակը շատ լավ օրինակ է։ Մարդիկ տնից տեղից զրկված եկել են Հայաստանի Հանրապետություն եւ սոցիալական լիքը խնդիրներ, միգուցե ինչ որ մարդիկ հույս ունեն, որ պետք է վերադառնան եւ պահանջում են իշխանությունից դա քաղաքականության մաս դարձնել։ Իրատեսականը իրատեսական չի, հարցը դա չի, հա, իշխանությունն էլ չդարձրեց դա բանակցային առարկա։ Մենք տեսնում ենք իշխանության կողմնակիցների կողմից, որ տեսեք հիբրիդային պատերազմի գործիքները եւ այլն, մենք տեսնում ենք ընդդիմության կողմից, որ տեսեք ապազգային եւ թշնամական իշխանությունը անտեսում է այս մարդկանց խնդիրները, անտուն է թողնում այ դավաճաններ, այ Ալիևի ագենտներ, հա։ Այդ ինչպես անել, որ արցախցիներին հանգիստ թողնեն, հա, այս քաղաքական բևեռները այդ մարդկանց խնդիրները լուծվեն, իրականում լուծվեն, հա, իրենք կարողանան չաղքատանալ մինիմում, Հայաստանում կարողանան իրենց վիճակը բարելավել, ոնց որ Արցախում շատ շատերը, չէ, բարեկեցիկ կյանքով են ապրել, աշխատող մարդիկ են։ Եվ դադարեն օգտագործել այս մարդկանց խնդիրները, այս ներքաղաքական գզվռտոցներն, այ ինչ անել։ Նախ պետք է հասկանալ, թե ով է օգտագործում։ Այդ մեկ։ Երկրորդը ես կառաջարկեի հրաժարվել արցախցիներ արտահայտությունը շատ ընդհանրական օգտագործելուց, որովհետև շատ արցախցիներ պարզապես այսօր ապրում են իրանց հարևանների հետ, շատ լավ հարաբերություններ են հաստատել,
ունեն կամ աշխատանք են ճարել իրենց գործն են անում, մասնակցում են այդ գործերին։ Եթե ունեն քաղաքական հայացքներ արտահայտում են նաև իրենց հայացքները ինչը շատ նորմալ է, բան, այսինքն նորմալ ձևերով, հա, ասենք, այսինքն թույլ չեն տալիս իրենց օգտագործել։ Հիմա բայց կան մարդիկ էլ ովքեր չունեն այդ հմտությունը, ոչ միայն արցախցիներն, այլ նաև հայաստանցիներ։ Մենք քիչ առաջ խոսում էինք նրանից, որ շատ մարդկանց կարողանում են մանիպուլյացնել։ Հա, այնպես որ ես կարծում եմ, որ այդ համարյա խուսափելի է դա, որովհետև անդադ լինելու են հասարակության մեջ ուժեր, որոնք որ մանիպուլացնելու են խոցելի վիճակում գտնվող մարդկանց, իսկ արցախցիների նշած այդ խմբերը ամենախոցելի խմբերից մեկն են Հայաստանում, որտեղ բացի սոցիալապես անապահով վիճակից, ինչպիսիք նաև կան շատ Հայաստանում մարդիկ, հենց հայաստանցիներ, իրենք նաև պատերազմից տուժածներ են, այդ ամբողջ շոկային կորուստների բազմաթիվ տրավմաներ ունեն, ոչ միայն տունը, այլ նաև հայրենիքի կորուստը, իրանց սոցիալական միջավայրի կորուստը, այսինքն ես մի հետազոտություն ունեցած բարդ խնդիր, երբ որ մենք քննարկում էինք մարդկանց հետ այդ խնդիրները, պարզվում է, որ շատերի համար միգուցե տան ֆիզիկական կորուստը այդքան մեծ տրավմա չի, ինչքան ասենք օրինակ իր սոցիալական միջավայրը, ասենք հարևանների, հատկապես միջինից բարձր տարիքի մարդիկ ու ասենք մարդիկ կան դրա պատճառով հիվանդանում են, որ դրանք չեն կարողանում գտնել մարդիկ, ում հետ կարելի է առավոտը սուրճ խմել, զրուցել, կիսվել, հա, ասենք դրանք առաջին այսպես թվում է ինչ-որ տարին թեթև ստից մի բաներ են, հա, դատարկ բաների մասին ենք խոսում, բայց դրանք շատ խորքային խնդիրներ են, հա, ուզում եմ ասել, այս բաները խնդիրները ունեն, որ այդ մարդիկ նաև շատ կարիք ունեն երբեմն հավաքվելու, երբեմն բողոքելու, երբեմն խոսելու, հասկանում եք, ու դրանից այդ բնական պահանջը, որ մարդը ուզում է իր բողոքը արտահայտի միտեղ ու չունի այդ տեղը, ասենք ով իրեն կլսի, ինքը միակ ձևը իր մնում է այդ ինչ որ գնալ այդ տիպի միտինգների մասնակցել, հա, իսկ այդ միտինգները եթե նույնիսկ ինքնաբուխ են, շատ արագ հայտնվում են այդ մարդիկ, ովքեր որ օգտագործում են իրենց շահերի համար, մարդիկ ասում են, ես նկատի ունեմ քաղաքական, այսպես ասած, գործիչ դժվար է իրանց ասել, քաղաքական մանիպուլյատորներ, հա, Հայաստանում դրանք շատ են, գիտեք, ամեն առիթ օգտագործում են, ամեն պատճառ, որպեսզի իրենց ցույց տան շատ խիստ արցախասեր, արցախահայերի բան, ցավերով տառապող կամ հայրենասեր եւ այլ, ամենահեշտ ձևը բանը քո կեղծ դիմագիծը թաքցնելու որն է, հայրենասեր խաղալը։ Ամենահեշտ տարբերակը։ Հա, որտեվ այդ ժամանակ դու քննադատության չես ենթարկվում։ Ով որ փորձում է քեզ քննադատել, ինքը քննադատում է արցախցիներին։ Տեսեք։ Եվ դու թաքնվում ես արցախահայերի խնդիրների հետևում, ինչը ամենատականքային վարքագիծն է, որպես քաղաքական գործիչ, հա, որպես քաղաքական կազմակերպության ներկայացիչ, որտեվ դու փաստորեն ոչ թե այդ մարդու խնդիրն ես ուզում լուծես, այլ իր Պրոբլեմը տրավման փորձում ես օգտագործել քո ինչ-որ մանր մունր շահերը լուծել։ Միգուցե նաև քո շահերն նույնիսկ չեն, որովհետև երբեմն այդ շահերը կարող են լինել նշածս այդ կենտրոնների, հա, Ռուսաստան տարբեր տեղերից եկող նրանց կողմից կառավարվող հայաստանյան այդ իրենց միջնորդների։ Դա թե իշխանություն երկխոսության մեջ լինես մարդկանց հետ այն խնդիրները, որ առկա են բարով խերով լուծի, դա տեղ չի առաջ հենց այդ է ասում։ Մենք խոսում ենք Հայաստանի մասին, չէ՞, ես ասեմ, իշխանությունը խնդիր ունի պետությունը, այսօր խնդիր ունի հասարակ մարդկանց հետ, իրենց շահառուների հետ, այսպես ասած հասարակ մարդիկ հետ նկատմամբ հաղորդակցման։ Եվ այսօր նաև Արցախահայերը այդ խումբը խոցելի, հատկապես իրենց մեջ խոցելի հատվածը, որովհետև Արցախահայերի մեջ նշեցինք, մարդիկ կան արդեն ոնց որ ասած ինչ որ հարցեր լուծել են, այդ լուծման process-ում են եւ իրանք գտել են ինչ որտեղ Հայաստանում, հա, բայց այն մարդիկ ովքեր չեն գտել իրենց, աշխատանք չեն գտել, միջավայր չեն գտել, հույս չեն գտել, հեռանկարի բանը չեն վերականգնել, հեռանկար ունենալու
ունակությունը, որովհետև դա էլ է ունակություն։ Ես էլի եմ ասում, այդ մեր հետազոտության բանից մեկն էլ են այդ, օրինակ, որ շատերի մոտ կորել է ընդհանրապես այդ հեռանկար նպատակ ունենալու ունակությունը։ Դա ունակություն է, որ մարդ նպատակ է դնում, հասկանում եք, եւ այդ մարդկանց օգնել է պետք, որովհետեւ հարցեր կան, որ մարդը ինքնուրույն չի կարողանում վերականգնի իր կորուստը։ Ոչ նյութական կորուստը ես նկատում, որովհետեւ նյութական կորուստները դրանք վերականգնելի են։ Եթե մարդուն դու մեջը ուժ ես դնում, ինքը այդ ուժը գործածում է, ինքը իր համար կարող նույնիսկ ինքը լուծի այդ խնդիրը։ Այ վաղը քեզ ասի ինձ, ասենք, չգիտեմ, դժվար ասեմ մարդը, որ ինձ բնակարան պետք չի, բայց ինչ ասենք, չգիտեմ, ես քո ամսական այսքան 1000 դրամը պետք չի, որովհետև ես արդեն կարողանում եմ այդ հարցը լուծել։ Բայց պետք է աշխատել մարդկանց հետ, պետք է շփվել մարդկանց հետ, այսինքն այստեղ նաև ես չգիտեմ, մի ժամանակ ես հետաքրքրվել էի, արդյոք կա հատուկ կառույց պետության մեջ, ով որ կոորդինացնում է արցախահայերի խնդիրները։ Պարզվեց, որ չկար։ Ես չգիտեմ, ստե հիմա կա թե չէ, ես չեմ հետաքրքրվել դրանով, բայց ամիսներ առաջ չկար, եւ դա տարօրինակ է, որ չկա։ Այսինքն այնտեղ վարչապետերից մեկը, կարծեմ, փոխվարչապետերից մեկը, կարծեմ, ուղղակի ինչ որ զուտ նյութական խնդիրներով է զբաղվում, հա, բնակարանի թե օգնության տարբեր տեսակի հարցերն են իրենք կառավարում։ Այսինքն այն ինչ որ կապված է բյուջեի ու ֆինանսների հետ։ Բայց ամեն ինչ որ մենակ բյուջեի ու ֆինանսներով դու լուծում ես։ Շատ հարցեր իրան Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նաև ոչ նյութական լուծման կարիք ունեն։ Հա, այդ նույնը հաղորդակցվելը, խոսելը, մարդկանց բացատրելը, մարդկանց շատ դեպքերում մարդիկ տեղյակ չեն, չգիտեն ումից ստանան տեղեկատվություն իրանց այս կամ այն հարցը լուծելու։ Այսինքն լիքը այդպիսի հարցեր կան, որոնք որ առաջացնում են այդ իրավիճակը եւ այդ իրավիճակից շատերը կարող են նաեւ օգտվել եւ այդ մարդկանց օգտագործել եւ թիրախավորել իրանց, ինչը առաջացնում է նաեւ ոչ այդքան գիտակից հայաստանյան արդեն հատվածի մարդկանց մեջ, որոշ մարդկանց մեջ, ասենք նաեւ բան հակազդեցություն, տարբեր տեսակի խոսակցություններ, որը որ մեզ պետք չի, բայց որոշ ինչ որ ուժերի պետք է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Աղասի Թադևոսյանին։